Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, տնօրենի հարգելի տեղակալներ, ծառայության հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս ազգային անվտանգության ծառայողի օրվա առիթով եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի, ձեր ծառայության համար իշա Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի։ Պետք է արձանագրեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է եւ ըստ էության այն հենասյուներից մեկը, որը առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության համանդրական կարգի պահպանության տեսակետից։ Ես մի հետևյալ դիտարկումն եմ ուզում անել, որը ցույց է տալիս եւ ընդգծում է նաև այս ընթացքում իմ ընկալումը ազգային անվտանգության ծառայության։ 2018 թվականին ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ձեզ հայտնի գործընթացների արդյունքում եւ պետական համակարգի համար, այդ թվում ազգային անվտանգության ծառայության համար եղել եմ բացարձակապես նոր մարդ եւ այսինքն նոր մարդ չեմ, բայց նոր կարգավիճակի մարդ եմ եղել եւ 2018 թվականից մինչեւ այսօր ես երբ որ վերլուծում եմ, ընդ որում ես ընթացքում ազգային անվտանգության ծառայության 6 փաստացի տնօրեն է փոխվել եւ ես ուզում եմ այս ընթացքում իմ զգացողությունը կիսեմ ձեզ հետ, որ ծառայության նկատմամբ որպես ծառայություն, որպես պետական ինստիտուտ ես ինչքան մտածում եմ, ես չունեմ ոչ մի վերապահում։ Պատկերացնեք 2018 թվականից ինչեր են տեղի ունեցել։ Այսինքն նախ այդ սկզբնական շրջանը, այդ հեղափոխական շրջանը, դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, 20 թիվ կոവിഡ്, պատերազմը, հետպատերազմական իրավիճակը, 21 թվի ճգնաժամային իրավիճակները, հետագայում ամենատարբեր իրադարձություններ։ Եվ ես որպես պետության առաջնորդ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային անվտանգության ծառայության նկատմամբ որպես ծառայություն չունեմ ոչ մի վերապահում։ Այսինքն չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին պետքա գործեր այսպես, բայց չի գործել այդպես, այլ գործել է բոլորովին այլ կերպ, բայց ես չեմ ասում որպես անձ, որպես Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև պետության, մենք այսօր պետության հարատևության օրակարգն ենք որդեգրել եւ մեր բոլոր նպատակների եւ գործողությունների կենտրոնում եւ առանցքում դրել ենք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարեւոր է, որ պետությունը անկախ քաղաքական իշխանության բնույթից եւ էությունից ունենա ամուր հենարան, ունենա թիկունք։ Եվ սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Այսօր կառավարության նիստում մենք քննարկում ենք վերջին 2018 թվից էսկոմ մեր տնտեսական արդյունքները, այսինքն ինչ տնտեսական արդյունքներ են արձանագրել եւ նաեւ պիտի արձանագրենք, որ այդ տնտեսական արդյունքները հնարավոր չէ արձանագրել այդ թվում տնտեսական գործունեության անվտանգությունը ապահովելու տեսակետից։ Եվ այստեղ ես կարևոր եմ համարում գնահատել ազգային անվտանգության ծառայության ներդրումը եւ այս իմաստով գիտեք ինչ ծառայության առանձնահատկություններից այնպիսին են, որ պարտադիր չի, որ մենք թվարկենք, թե ինչեր է արել ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդհակառակը մենք ինչքան քիչ թվարկենք, որովհետև երբեմն ազգային անվտանգության ծառայությունը ոչ մի բաներ պետքա չառնի։ Իր ներկայությունը ուղղակի, իր ներկայությունը եւ իր ներկայությունից բխող ազդեցությունները պետքա բավարար լինեն։ Եվ մենք այսօր էլի վերադառնալով կառավարության նիստի տրամաբանությանը, մենք այսօր ընդունեցինք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը եւ այս համատեքստում ես շատ կարեւոր եմ համարում, որ նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես կարևորագույն մյուս պետական մարմինները այս տրամաբանությունը եւ օրակարգը ընդունեն։ Ընդ որում տեսեք, ես ասում եմ, որ
ծառայության նկատմամբ որպես այդպեսին ոչ մի վերապահում չունեմ եւ չունեմ, բայց դա չի նշանակում, որ ծառայության գործունեությունը եղել է անթերի։ Ոչ մեկից գործունեությունը չի եղել անթերի։ Սկսած վարչապետից, կառավարության անդամներից բնականաբար։ Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մեզնից անթերիություն պահանջելիս սխալ ենք գործում, որովհետև լրացուցիչ լարումներ ենք ստեղծում, որովհետև խնդիր ենք դնում, որ հնարավոր չի լուծել։ Ընդհակառակը մենք պետք է փոքր տարածքներ ունենանք, որպեսզի ավելի ազատ կարողանան գործել, ստեղծագործաբար կարողանան գործել, բայց մյուս կողմից իհարկե պետք է ամեն փուլում կարողանանք վերլուծել, թե ինչն էր, որ այնուամենայնիվ մենք այլ կերպ պետք է անեինք, ինչն էր, որ ոչ թե նախկինում թույլ տված սխալների համար կամ բաստողումների համար, որ ինքներս մեզ տանջենք, այլ առաջիկա շրջանում մեր գործունեությունը ավելի որակյալ դարձնելու համար։ Եվ ես որ մտածում եմ, օրինակ ազգային անվտանգության ծառայությունը ինչպիսի վերափոխումների պետք է ենթարկվի, իմ մտածումների հիմնական ուղղությունը հետևյալն է, որ մենք ավանդաբար ազգային անվտանգության ծառայությունը ընկալում ենք որպես առաջնային ուժային կառույցներից մեկը, եւ դա այդպես է, եւ դա պետք է այդպես լինի, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը գործնականում ուժային կառույց պետք է լինի ամենավերջին հերթին, այսինքն ուժի գործադրման պահը պետք է հասնի այն ժամանակ, երբ որ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա, եւ ընդհակառակը ծառայության գործունեության ամբողջ իմաստն ու նպատակը պետք է լինի այն, որ այդ ուժը ցույց տալու պահը չհասունանա, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի, այսօր էլ կա, նախկինում էլ կա, ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ վերլուծական մարմին, որ եւ ուժայինը լինի այն չնախատեսված եւ չկանխատեսված դեպքը երաշխավորելու համար, բայց մյուս կողմից ամեն ինչ պետք է արվի, որ այդ չկանխատեսված եւ չնախատեսված դեպքը տեղի չունենա։ Եվ հետեւաբար ես նաեւ տնօրենի առաջ այդ խնդիրը դրել եմ, որ առաջիկա շրջանում մենք պետք է հենց դրա վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, իհարկե ազգային անվտանգության ծառայության ուժային կարողությունները պետք է շատ լրջորեն զարգանան եւ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ մենք պետք է շարունակենք այս ճանապարհը։